Բարի օր, հանրային ռադիոյի եթերում հանրամեդիայի հերթական թողարկումն է, ով մոռացել է, ես Լևոն Սարդարյանն եմ, ամեն շաբաթ օր ես եւ իմ գործընկերները հիմնականում նրանք քննարկում ենք խնդիրները, որոնք կապված են Հայաստանում զանգվածային լրատվամիջոցների կամ ինչպես հիմա արդեն կրճատ ենք ասում մեդիայի հետ եւ այսօր իմ հետ քննարկելու են, միգուցե նաև բանավիճելու են ինձ հետ զանգվածային լրատվամիջոցների դիտորդ մարմնի ղեկավար Աշոտ Մելիքյանը, բարև ձեզ, եւ լրագրողներ իմ շատ սիրելի Մհեր Ղալեջյանը եւ Անուշ Մարտիրոսյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ներողություն մի ճշտում պետք է անեմ, ես դիտորդ մարմնի անդամ եմ, ոչ ղեկավարը, ես Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահն եմ։ Այդտեղ համաձայնեցինք։ Եվ ուրեմն, տեսեք, այս վերջին շրջանում ես զուգահեռ երկու գործընթաց եմ տեսնում կապված զանգվածային լրատվամիջոցների հետ։ Դրանցից առաջինը, որ իշխանության ներկայացուցիչները այսպես պարբերաբար անհատների մակարդակով իհարկե դժգոհում են որոշ լրատվամիջոցների եւ լրագրողների աշխատանքից, ձևից, բովանդակությունից եւ այլն։ Սրան զուգահեռ թափ է հավաքում մի այսպես շարժում ասեմ, միտք ասեմ, գաղափար ասեմ, որը անձամբ ինձ էլ այդ մասին ասում են, որ եկեք լիցենզավորենք լրագրողներին, ինչպես ասենք լիցենզավորում են, չգիտեմ, բժիշկներին, որովհետև օրինակ լրագրողի արած ցանկացած սխալ ինքը կարող է ոչ պակաս ազդեցություն ունենալ բացասական իմաստով, քան ասենք ժողովրդական լեզվով այդպես այդպես են ասում վատ բժիշկների հետ ղասաբների գործունեությունը, հա։ Հիմա սրա մեջ մենք վտանգ տեսնում ենք, թե չէ ընդհանրապես այդ գործընթացի մեջ ինքը վտանգ իր մեջ ներառում է, թե չէ խոսքի ազատության համար մասնավորապես։ Եթե հարցը ինձ է ուղղված, ասեմ, որ լիցենզավորումը իհարկե որևէ կերպ չի համապատասխանում ժողովրդավարական հասարակության սկզբունքներին եւ մեծ հաշվով զարգացած պետություններում, զարգացած ժողովրդավարություններում այդ պրակտիկան չկա։ Բայց չէ, այնտեղ էլ հիմա է միջազգային Ֆրանսիայում խոսքը գնում է ոչ թե լիցենզավորման, այլ այդ որակի նշան դնելու եւ տարածելու, այսինքն դա այն է, ինչի մասին ես ուզում եմ խոսել, որ այո, լրագրողական էթիկայի նորմերին հետևելը պարտադիր է, եթե խոսքը գնում է լրագրողի մասին, եւ եթե այդ լրագրողը ներկայացնում է մի լրատվամիջոց, որը որ մասնակցում է ինքնակարգավորման գործընթացին, ապա ինքը վերցնում է իր այդ նշանը, տեղադրում է գլխավոր էջում ու ասում է ես այսպիսի էթիկական նորմերին եմ հետևում իմ լսարան, եթե հանկարծ ես խախտեմ, ինձ նկատողություն արեք, դիմեք կամ դիմեք, ասենք դիտորդ մարմնին, թող ուրեմն այդ լրատվամիջոցը։ Մի վարքան էլի կներեք, ես դիտորդ մարմնին դիմելու փորձ ունեմ, ընդ որում իմ դիմումը ինձ համար դրական հետևանք արդյունք է տվել։ Լավ, ասենք տվեց դիտորդ մարմինը եզրակացություն, հետո այդ դիտորդ մարմինը ասում է, վա, այս լրագրողը կամ այս լրատվամիջոցը քխափիսնա, վատ բան է արել։ Լրատվամիջոցը, որը որ ստորագրել է էթիկայի վարքականոնը, պարտավոր է այդ եզրակացությունը հրապարակել իր մոտ, եթե չի հրապարակում, դա նշանակում է, որ ինքը իրեն այդ գործընթացից դուրս է դնում։ Բայց այսինքն այդ նշանը ինքը պետք է հանի եւ իր լսարանը իմանում է, որ ինքը այդքան էլ որակով լրատվամիջոց չի կամ առհասարակ որակյալ լրատվամիջոց չի, բայց ես ձեր շատ ավելի կարևոր մտքին կուզենայի անդրադառնալ, որ իշխանությունները այսպես դժգոհում են որոշ լրագրողներից։ Այդ որոշ բառը այստեղ իհարկե բանալի բառ է, այն առումով, որ գոնե բոլորին անխտիր այդ մեղադրանքները չեն վերաբերում եւ ցավոք պետք է ասեմ, որ իշխանությունները հաճախ բարձրաստիճան պաշտոնատար անձինք շատ հաճախ թացը չորի հետ են խառնում եւ նաեւ դժգոհություն են հայտնում այնպիսի լրատվամիջոցներից, որոնք որ անաչառության, օբյեկտիվության համբավ ունեն եւ որևէ կասկած պրոֆեսիոնալիզմի առումով չեն հարուցում։ Մասնավորապես, երբ ասենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դժգոհում է հետք
ուրեմն հետքից վերջերս շատ են այդպիսի իշխանություն չի եղել, որ հետքից չկա աշխարհում որևէ իշխանություն, որը ընդդիմադիր լրատվամիջոցից գոհ լինի։ Խոսքը ընդդիմադիրի մասին չի, խոսքը հետաքննող լրագրողների մասին է։ Հենց էսա, տեսեք, հիմա Պարմելիկյան, քանի որ մեր գործընկերները պիտի խոսեն։ Տեսեք, երբ ես ասում եմ ընդդիմադիր լրատվամիջոց, ես քանի որ մեր մոտ ամեն ինչ շատ քաղաքականացված է, ես նկատի ունեմ լրատվամիջոց, որը իշխանական չի։ Բայց լրատվամիջոցը մեծ հաշվով ես ընկալումն եմ ասում, ասենք եթե իշխանական չի, եթե ասենք պայմանական եմ ասում, CVKM-ի մասին չի խոսքը, ուրեմն ինքը ընդդիմադիր է ապրիորի, որովհետև ինքը իշխանական չի։ Հիմա այդ լիցենզավորման պատմությունը, Անուշ, մեր ըստ Ես անկեղծ ասած սկզբունքորեն դեմ չեմ արտոնագրմանը, բայց դրա ձևերն են այստեղ քննարկման ենթակա։ Երևի կհիշես, մենք երբ որ հանրային հեռուստաընկերությունում ենք աշխատում, ես ինքս հարցաշար էի կազմել եւ այն կադրերը, որոնք ենթադրվում էր, որ պիտի այդտեղ աշխատեին, պարզվեց, որ մեծամասնությունը ընդհանրապես ոչ սահմանադրությունից է տեղյակ, ոչ զանգվածային լրատվամիջոցների մասին օրենքներից են տեղյակ, ոչ տեղեկատվության ազատությունից եւ ես դեռ չեմ խոսում, թե այդ լրագրողները ինչ ոլորտներ պիտի լուսաբանեին եւ այդ ոլորտներից որքանով էին տեղյակ։ Եվ հիշում ես, որ այն մարդիկ, որոնք ուղակի հարցերի ինչ որ տոկոսին չէին պատասխանել, ես ինքս դեմ էի, որ նրանք այդտեղ աշխատեն։ Ես կարծում եմ, որ լրատվամիջոցները կադրեր ընդունելիս պիտի հաշվի առնեն լրագրողների կամ լրագրության մեջ մտնող, մտնելու ցանկություն ունեցողների գիտելիքները։ Ինքս տեսել եմ, որ օրինակ Տարագիր թերթում մեր խմբագիրը շատ երկար ժամանակ լրագրող չէր ընդունում, ասում էի, բայց անհնար է, էլի շատ քիչ ենք, ասում էր, չէ, ոչինչ, քիչ եղեք, բայց մի քիչ էլ չարչարվեք, բայց պիտի գիտելիք ունենան, որպեսզի աշխատեն որպես լրագրող։ Ես կարծում եմ, որ պիտի այդ հարցին շատ մեծ ուշադրություն լինի, այլապես մենք տեսնում ենք այնինչ դաշտում ունենք, ինչ վերաբերում է իշխանությունների նեղանալուն, իշխանությունները ընդհանրապես նեղանալու համար չեն, իշխանությունները հարցերը լուծելու համար են եւ ինստիտուցիոնալ մակարդակում։ Պարոն Մելիքյանի հետ ես ընդհանուր մի գործընթացի մեջ եմ եղել, երբ որ մենք օրենսդրության փոփոխությունների փաթեթ կար, մանրամասն տեղյակ եմ դա ինչ էր նշանակում, դա նշանակում էր, որ պետականորեն դրվում էին հիմքերը, որ մեդիայի խախտումները պիտի քննարկվեն ըստ էության եւ մասնագետների մասնակցությամբ։ Այսինքն այս դեպքում ես արդեն վստահ եմ, որ եթե պետությունը գնար այդ քայլին, բայց չգիտեմ ինչու կեսից հրաժարվեցին, չէ՞։ Տարիներով աշխատեցին։ Ոչ ասել են այո, ոչ ասել են ոչ, բայց գործընթացը քնած է։ Ուրեմն պիտի չբողոքեն։ Ոչ պատերազմ։ Ուրեմն իշխանությունները պիտի չբողոքեն եւ մի երևույթ կա, երևույթ կա, որ ասենք ես նկատում եմ, որ այդ բողոքը ոչ այնքան պետական մարմինների ղեկավարի դիրքից է կամ ներկայացուցչի, որքան անձնական վիրավորանքի մակարդակում է, դա ընդհանրապես անհասկանալի է։ Ռուստեմի ասենց արտահայտություն ունեն, закручивание гаек, երբ որ իշխանությունները, ընդհանրապես ցանկացած իշխանություն միշտ ձգտում է ավելի շատ վերահսկողություն ունենալ քաղաքացիական հասարակության տարբեր շերտերի խավերի, այդ թվում լրատվամիջոցների նկատմամբ։ Ցանկացած երկու, մենակ Հայաստանում չէ։ Որքանով դա իրան կհաջողվի, դա արդեն նաև կախված է դրանից, թե այդ քաղաքական դաշտում ինչպիսի հակակշիռներ կան, եթե հակակշիռները լավն են, հզոր են, աշխատող են, այդ դեպքում գործում է արդեն կոնսենսուսի, այսպես ասենք, պարամետրերը, երբ որ դու փորձում ես վերահսկել կամ ինչ-որ սահմանափակումներ մտցնել, բայց հակակշիռների արդյունքում գալիս է մի ինչ-որ մի ընդհանուր հայտարարի։ Այս դեպքում, երբ մեզ մոտ է փորձում են փաստորեն վերահսկողություն որոշակի չափով իր սահմանել լրատվական դաշտի հանդեպ, շատ բան կախված է նրանից, թե որքանով դա կնդիմացվի, այսպես ասենք, այն դաշտի կողմից, որը համարվում է ընդդիմություն, դա եւ քաղաքական դաշտն է, եւ հասարակական սեկտորն է, դրա անվատակ լիցենզավորման
Պարզ ասենք, այդ իրականում այդ ասում ենք օրենքով այդ ամիջը կարգավորված է, մենք արդեն 35 տարվա մեդիա դաշտ ենք մեր մոտ ձևավորվել։ Չեն եղել, չէ՞ լիցենզավորման ինչ որ նման բաներ, բայց մենք ունեցել ենք մանավանդ 90-ական թվականներից սկսած ասք թերթ ենք ունեցել, չգիտեմ, առավոտ ենք ունեցել բազմաթիվ լավ լրատվամիջոցներ, որոնք առանց լիցենզավորման տվել են փայլուն լրագրողների, հրապարակախոսների մի ամբողջ, այսպես համաստեղություն։ Դա նորից կարող է նույն ձևով շարունակվել, եթե նորից են կրկնում։ Այդ հակակշիռների բանը դաշտը գործի մեր մոտ։ Եթե չէ, դրա անվան տակ լիցենզավորման տակ։ Ինչ ասես կարելի անել։ Հա, դա ինչ ասես կարելի։ Այդ մտքերի տակ պետք է նաև հասկանալ, թե ով է լիցենզավորելու եւ ով է լիցենզիայից զրկելու։ Եթե դա պետությունն է, այդ հիմնական հարցն է, որ տալիս են, ես այն մարդկանց, որոնք այդ առաջարկում են, ասում դուք հասկանում եք, այսօր կներեք։ Ասում եմ, այսօր օրինակ, եթե մենք այս 4 հոգով ենք որոշում, ովքեր պիտի լիցենզիա ստանան կամ պիտի զրկվեն, միգուցե մենք կարող ենք այս 4-ով պահել այդ օբյեկտիվությունը, չքաղաքականացնել process-ը, բայց վաղ մենք անմահ չենք, կոպիտ եւ անփոխարինելի չենք։ Մենք չգիտենք ով կփոխարինի մեզ վաղը։ Մենք չգիտենք վաղ ինչ իշխանություն կլինի Հայաստանում։ Եվ եթե վաղը լինի մի իշխանություն, որը կորոշի ասել մահերի закручивать գայքի մինչև վերջ, հա, մենք կունենանք մի դաշտ, որտեղ ցանկացած ազատ մտածող մարդ ուղղակի կզրկվի մասնագիտական գործունեություն ծավալելու իրավունքից։ Ամեն ինչ ասեց, ուղղակի իշխանությունը իշխանությունով, բայց այս ամեն ինչը չի նշանակում, որ մենք չենք նկատում այն լրագրողական խուլիգանությունը, որը տեղի է ունենում, ասենք, ինֆորմացիոն դաշտում։ Բնականաբար մենք դա նկատում ենք, բնականաբար դատապարտում ենք դա, իմ աչքի առաջ է հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի հայտնի նիստը, երբ ուղղակի ոչ միայն դա այդ սերանի վրա պարկված խայտարակ իրավիճակ է բնականաբար եւ որևէ ողջամիտ մարդ չի կարող դրա հետ հաշտ լինել։ Եվ երբ որ մենք խոսում ենք լիցենզավորում եւ այլն, դրա շատ ավելի քաղաքակիրթ ձևը կա եւ դրթումն է, որպիսի լրագրողները հետևեն մասնագիտական նորմերին։ Եթե այդ մեր բաներով, ուրեմն նուրբ կարգավորումներով մենք առաջ չկարողանանք գնալ, ուրեմն ուղղակի այլ կարգավորումները կարող են խոսքի ազատությանը լրջորեն վնասել։ Եվ այստեղ շատ կարևոր է, որ հասարակությունը չհանդուրժի եւ այդպիսի սոցիալական պահանջ ձևավորի որակյալ լրագրության, պատասխանատու լրագրության ուրեմն նկատմամբ եւ այդ ձեր ասած չարչիները լրագրությունում ուղղակի պետք է մարգինալացվեն։ Բայց տեսեք, մենք 90-ականներից մայրը խոսեց 2000-ականների, մենք միշտ էլ այդ չարչիները ունեցել ենք մեր շարքերում։ Միշտ են եղել։ Եկեք անկեղծ խոսենք, հա։ Ընդ որում դրանցից ոմանք հիմա արդեն իրենք հա, չէ, հա, այսպես արդեն մետաստազներ են տվել են իմաստով, եթե այն ժամանակ ուղղակի շարքային լրագրողներ են, հիմա դարձել են գլխավոր խմբագրեր, լրատվամիջոցների տեր են, մի մասը եւ այլն, այսինքն մենք հրաշալի գիտենք այն ժամանակվանից այդ մարդիկ ինչով են ապրել, ինչ են շնչել եւ ինչքանով են այսպես ասած պրոֆեսիոնալ եղել։ Հիմա երևույթը ինքը տարածվեց, հա, ինքը տարածվելու վատ բանը, ցանկացած վատ բան ինքը տարածվելու հատկություն ունի շատ ավելի, քան ասենք պրոֆեսիոնալիզմը, որովհետև պրոֆեսիոնալիզմը ցավոք սրտի, հա, նախ աշխատանք է պահանջում, երկրորդը Հայաստանում ցավոք սրտի գոնը մեր դաշտում լավ իմաստով պրոֆեսիոնալիզմով, այն մի իմաստով չէ, դա տուն չես բայ, ցավոք սրտի։ Բայց դու ես, չէ, ինչ ես ուզում։ Ի վերջո դու ես ընտրում ինչ ես ուզում, եւ իրականում ես կարծում եմ, որ մենք պիտի ավելի քիչ սկսենք բողոքել եւ ավելի շատ քայլեր անենք, որովհետեւ ունենք այնինչ ունենք եւ միայն լրագրության դաշտում չեն այդ խնդիրները ամենուր են։ Ես հիմա կրթության ոլորտում եմ ավելի շատ ինչ-որ նյութեր լուսաբանում եւ հետեւում եմ այդ խնդիրները կան ամենտեղ եւ ես ուղղակի կարծում եմ, որ մենք պիտի կենտրոնանանք, մեր ուժերը կենտրոնացնենք եւ որակյալ լրագրության ուղղությամբ
մշակենք մեր անելիքները։ Օրինակ ես առաջարկում եմ ոլորտային լրագրությանը շատ մեծ ուշադրություն դարձնել, որը չկա։ Հիմա այդ մեծ կլիկներ բերող նյութերը ընդհանրապես մի օրվա երևի 1 ժամվա պատմություն ունեն, կյանք ունեն, բայց որակյալ կոնտենտը, որ դու ստեղծում ես, որ ինչ-որ խնդիր լուծվի այդ ոլորտում, դրա ազդեցությունը երկարաժամկետ է եւ շատ հեռանկարային երկրի համար։ Ես ընդհանրապես առաջարկում եմ իմ բոլոր գործընկերներին, որոնք մտահոգ են մեդիայի որակով, կենտրոնանան ուղղակի ոլորտային լրագրության վրա։ Գիտեք, բանը լրատվական դաշտի գործունեությունը այսօր կարգավորվում է օրենսդրությամբ։ Հստակ սահմանված են, ասենք, ինչ է լրատվամիջոց լրագրողները, նրանց գործունեության սահմանները, նրանց հարաբերությունները գործադիր իշխանության հետ, նույնիսկ այդ գործադիր իշխանության գործառույթներն են օրենքով սահմանված։ Եվ այս օրենսդրական դաշտում ըստ էության կարգավորում են իշխանություն, մեդիա հարաբերությունները։ Եվ նոր հեծանիվ հորինել ես կարծում եմ իմաստ չունի ուղղակի։ Դեպի դա կայ դաշտը արդեն գործում է։ Այլ բանա թե ինչքանով ենք մենք էֆեկտիվ կարողանում գործել այդ արատավոր երևույթները, որտեղ կներեք, ասում եք խուլիգանություն։ Դե հիմա եկեք որոշենք ո՞րն է խուլիգանությունը։ Ինչ չափանիշով է որոշում։ Սա խուլիգանություն։ Եղամը Վարդանյան այստեղ հարցում էր, ինձ ասեց, ասում դե ասա ինտելեկտը ինչ է, դե լավ էլի, չգիտենք մենք Չէ, դա պիտի որոշեն մասնագետները, այսինքն։ Որտեղ դա շատ, ոնց ասեմ, բան էլի, այնպեսի մի տերմին է, որի տակ ինչ ուզես կարաս ասես։ Քրեական օրենսգրքով քննադատությունը կարող է մեկին քննադատես, ասես դա խուլիգանություն է, քո քննադատություն։ Չէ, դրա մասին չի խոսքը։ Չէ, հասկանալի է, հիմա Աշոտի ասածը, երբ խոսք վերաբերում է խուլիգանությունը մասնագիտական ոլորտում, պարզ է ինչի մասին։ Երբ ասենք խոսափողը մտցնում է մեկի բերանը, գոռում ես ավելի բարձր, քան ինքը պետք է պատասխանի, գոռում ես 15 հոգով միաժամանակ, այդ խուլիգանությունն է։ Դա մասնագիտական խուլիգանություն է։ Հա, եթե դրա մաս ես մտածում եմ բանի մասն է, նյութը որ գրում են, ընդունենք, ասենք դա համարում են խուլիգանություն։ Չէ, մտքի ազատության հարցը որևէ մեկը չի վիճարկում։ Քանի որ մհերը խոսեց օրենսդրությունից, ասեմ, որ իսկապես օրենսդրությունը կարևոր բան է, բայց երբ որ այն հնացած է լինում, իսկ պես հիմնական մի քանի օրենքներ, որոնք որ կարգավորում են լրատվամիջոցների գործունեությունը հնացել են, նույն զանգվածային լրատվության մասին օրենքը 2003 թվականին ընդունվեց եւ այդ փաթեթի մեջ էր, որով արմիությունների մասին օրենքներ եւ բազմաթիվ արմիությունները փոխվեցին, մենք ուղղակի չեն համապատասխանում արդի պահանջներին եւ ասենք նույն լրատվամիջոցների սահմանումը դա հետխորհրդային սահմանում է, ինչ որ գրել են, որում վերջի փոփոխությունը եղավ կարծեմ 21 թվականին, իսկ այդ ժամանակ ամբողջ Եվրոպան արդեն վերանայած էր մոտեցումները, այնպես որ դա իսկապես այնպիսի process է, որ միշտ պետք է ուշադրության կենտրոնում լինի եւ պետք է կատարելագործվի օրենսդրությունը, այդ ուղղությամբ մենք էլ փորձում ենք որոշ քայլեր անել եւ դրթել իշխանություններին գնալ օրենսդրական փոփոխություններին, բայց գիտեք ինչ, ես կարծում եմ, որ ինքը կարևոր բան է օրենսդրությունը, բայց միշտ ես օրինակ եմ բերել ընտրությունները։ Կարելի է շատ լավ ընտրական օրենսգիրք ունենալ եւ խայտարակ ընտրություններ անցկացնել։ Կարելի է շերևացող խախտումներ։ Այսպես, հա, շատ թե քիչ կարգավորող օրենսդրություն ունենալ, բայց լավ ընտրություններ անցկացնել։ Շատ բան կախված է հենց հասարակությունից, ժողովրդավարական ավանդույթներից, հասարակության կուլտուրայից։ Ինչ եթե խոսենք մեդիայի մասին, ապա մեդիա գրագիտությունը չափազանց կարևոր նշանակություն ունի եւ եթե մարդը մեդիա գրագետ է ու տեսնում է թե ինչ սկզբունքների, ինչ պրոֆեսիոնալ սկզբունքների հիման վրա է աշխատում տվյալ լրատվամիջոցը, ինքը իր ընտրությունը կատարի եւ կրկնում եմ, ամեն մարդ իր կրթվածության մակարդակին համապատասխան ընտրում է լրատվամիջոցների այն շրջանակը, որոնց որ կարելի է վստահել։ Իսկ մարդու ցածր կրթական մակարդակի պարագայում բնականաբար նույնիսկ հաճույք է պատճառում տեսնել, թե լրագրողները ոնց են միկրոֆոնները մտցնում նախարարի բերանը, 10 հոգով միաժամանակ հարց տալիս,
անպարկեշտ բաներ խոսում, Կան վերջի տարբերակ գնում է, չգիտեմ, ինչ որ perfect TV-ների ձեռքն անգնում, այնտեղ որտեղ Ռոնալդուի անվտանգության աշխատակիցները ծեծել են Ալիևին։ Այստեղ կրկնում եմ, քանի դեռ այդ գործելավոճը նաև պահանջարկ ունի հասարակության մոտ, իսկ ես նկատում եմ, որ լրագրողներ կան, որոնք որ անցյալում համենայն դեպս ես համարել եմ իրենց որակյալ լրագրողներ, բայց նրանք իրենց մակարդակը կամաց հասցնում են այն չարչիներին, որովհետև մի քիչ անուն ձեռք բերելով սկսում են արդեն YouTube-յան ալիքներում իրանց նյուսերը բարանել, իսկ ու գիտեն, որ այդտեղ լայքերը կստանան այն դեպքում, եթե նախարարին կամ չգիտեմ падգամավորին այսպես շատ ագրեսիվ, շատ անպարկեշտ չթողնելով որ իր հարցին պատասխանեն ինքը այսինքն ամեն ինչ որոշում է մոնետիզացումը նաև այո բայց ես համաձայն չէի որ պրոֆեսիոնալիզմով հնարավոր չէ տուն պահել ճիշտ հակառակը եւ ես համոզված եմ որ այդ չարչիները երկարաժամկետ կտրվածքով հա դու հասնում ես դրան բայց այդ բանն է բայց ես հիմա դրան եմ ուզում հակադարձել որ այդ չարչիները որոնք որ այդպես աշխատում են գիտես միլիոններ են աշխատում ամենևին նրանց կոպեկներով այդ վարկագծի դեմ կոպեկներով փաստորեն այդպես աշխատացնում են եւ հենց աշխատատուն է գործատուն է պատվիրում այդպիսի վարկագիծ հակառակ դեպքում ես օրինակ այդպիսի լրագրող ունենայի երկրորդ օրը միանգամից կազատեի գործից Չէ, այստեղ ուրիշ խնդիր էլ կա բնականաբար, ես ընդունում եմ այդ խնդիրը, դա ամենամեծ խնդիրներից մեկը դա գործատում է պայմանական ասած, որովհետև ընդ որում պետք է հաշվի առնենք քաղաքական գործիչ գործատուն, այո, որովհետև երբ մենք ասում ենք գործատու, ես եւ դուք ընկալ որպես նորմալ մարդիկ, նորմալ լրագրողներ, չգիտեմ, ես գործատու ասելով նկատի ունեմ հանրային ռադիոյի գործադիր տնօրենին չգիտեմ, այն մեկը նկատի ունի մեկը այլ մեկին, բայց հիմա մեծ մասամբ այդ գործատուն այդ ստվերում ենք չի երևում։ Ու լրատվամիջոցները իմիջայլոց այդ իմաստով միգուցե եւ արդար են իշխանության ներկայացուցիչները, երբ ասում են եղբայր հրապարակեք, որտեղից են ձեր եկամուտները։ Շատ լավ, բայց այդ դեպքում ես լուրջ առարկություն ունեմ, թե իշխանությունը, երբ որ այդ հարցը տալիս է, արդյոք գիտի, որ նույնիսկ այսօրվա հնացած օրենսդրությամբ կա պարտավորություն, որ լրատվամիջոցը իր ելքային տվյալները, այդ թվում նաև սեփականատերերին եւ այլն պետք է հրապարակի, գիտի, չի անում, այդտեղ հենց վերահսկողությունը սահմանում, ասում է, վայ, եկել են դա վերահսկողություն չի, լրատվամիջոցների դեմ արշավը։ Լևոն, օրենքով նախատեսված է նաև պետական մարմին, որը որ պետք է հետևի, արդյոք լրատվամիջոցը այդ օրենսդրական պահանջը կատարում է, եւ եթե չի կատարում, ադմինիստրատիվ պատասխանատվություն է նախատեսված։ Ուղղակի մի դեպք դեռ չի եղել, որ լրատվամիջոցը այդ խախտման համար պատասխանատվության լինի։ Վերջերս ամենս կասեմ, որ մենք իշխանություններին գլխի ենք գցում, թե ինչպես պատժել։ Մենք ուզում ենք կարգավորված, որում այդ օրենքը ընդունվել է Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրենք։ Այդ հաշվի առեք ժողովուրդ։ Լավ, հիմա ինչ անենք։ Հա, բայց այդ փոփոխությունները արդեն հետ հեղափոխական շրջանում են որոշ փոփոխություններ իրականացվել եւ մեծ հաշվով այստեղ իշխանության անգործությունն է, որը որ ի նպաստ է այդպիսի ուրեմն խախտումներ կատարող լրատվամիջոցների համար։ Ինչ վերաբերում է ինչ անենք, սկսենք մեզնից։ Ասենք, եթե մենք ուզում ենք որակյալ լրատվական դաշտ ունենալ, Չէ, բայց մի րոպե, լրագրողները անընդհատ ես տեսնում եմ, որ այդ սուր իրավիճակներում ասում են, ես լրագրող եմ, դուք իրավունք չունեք ինձ քաշքշել եւ այլն, բայց այդ ամեն ինչը շատ հաճախ սկսվում է հենց լրագրողներից։ Չէ, իվարկյան, այստեղ մի շատ կարևոր բան կա, Միչայել Ուզգան քո ասացին, որ գիտելիք, պատասխանատվություն եւ այլն, նորմալ լրագրողները գիտեն, որ
լրագրությամբ զբաղվելը դա ըստ էության առավելություններ տվող գործունեություն է, հա, որովհետև մենք կարող ենք լինել այնտեղ, որտեղ պայմանական ասած շարքային քաղաքացին մուտք չունի։ Մենք կարող ենք տալ հարցեր, որոնց ուղղելու հնարավորություն նույն շարքային քաղաքացին չունի, բայց ինքը դրա հետ չի հանգեցնում այդ միտքը մեր շատերի մոտ մեղված է, որ լրագրողները դրանով դառնում են սուրբ կովեր, չէ, այդպես չի։ Այսինքն միայն իրավունքները չեն այլ։ Հա, որովհետև պարտավորություններ, պարտականություններ բաժինն էլ պետքա կարդալ այդտեղ, թե մենք ինչի իրավունք ունենք, հասկացանք այդ իրավունքները մենք անգիր ենք արել, սերտել ենք։ Բացի իրավունքից նաև պրոֆեսիոնալ պատասխանատվությունը։ Լրագրողական էթիկան։ Չէ, այստեղ իսկապես էթիկայի մասին եթե խոսենք, կամ ուղղակի ամենատարական պրոֆեսիոնալ պահանջները եթե ներկայացնենք, ասենք վերջերս 3 բանում Արցախի ներկայացությունում, որ քննչական գործողությունները իրականացվում են եւ այլն, երբ որ լրագրողը հարցնում է, «Էս ինչ եք տանում», ինչ է ակնկալում, որ ինքը կասի իրեղեն ապացույցներ ենք տանում, փաստաթղթեր են, սեյֆը բացել են, տանում, ինչ է սպասում այդ հարցով։ Բայց ասեմ, կներեք։ Ինչի պետքա միգուցե Ես նման կադրեր Ֆրանսիայում եմ տեսել, Մեծ Բրիտանիա, ամեն տեղ է դա կա։ Դա չի նշանակում, որ ամեն տեղ կա, այդ չի նշանակում դա ճիշտ է։ Ֆրանսիայում այդպիսի աշխատավոճը միանգամից կգնա էթիկայի դիտորդ մարմին, կամ Շվեդիայում կգնա այնտեղ, իսկ Շվեդիայում մեդիա օմբուդսմանը նաև տուգանելու այստեղ մի ուրիշ ներկայացում էլ կա, էլի, ասենք նույն Ֆրանսիայում կամ Շվեդիայում, եթե լրագրողը օպերատիվ աշխատակցին այդքան մոտենա, այ հետևանքները այն որ մի քիչ այն կողմ գնա հրելը չի լինելու։ Էդ էլ կա։ Այ մենք այդ անընդհատ մոռանում ենք։ Ուրիշ բան հարցեմ, բողոքի ակցիայի ժամանակ, երբ որ ոստիկանը բերմանը ենթարկում ինչ որ ակտիվիստի, որը որ ըստ իրեն խախտել է բանը հասարակական կարգ։ Երբ որ մոտենում է հարցնում է ուր եք տանում իրան, ինչ պատասխանային ակնկալում։ Սուրճ խմելու են տանում։ Չինական ռեստորան։ Երևում է, չէ՞, տանում բերման են ենթարկում։ Դրանից հետո կարող ես հարցում ուղարկես այս ակտիվիստի հետ, ինչ եղավ, ինչ հիմքով եք դուք բերման դա, բայց դու այդտեղ ընդամենը Չէ, հասկանալի է, ամեն ինչը արվում է ոչ թե որովհետև ինք բովանդակության հետ կապ չունի, այսինքն հասկանալի է, որ ասենք ես ոստիկանին եթե մոտենում եմ, հենց բովանդակության հետ հենց այդ պետքա գնա, այ պետքա գնա ու ինչի համար է գնում, այդ մենք արդեն, չգիտեմ, արդեն 2 ամիս է քննարկում ենք, տենց էլ չհասկացանք ով ուր է գնում ու ինչի համար է գնում սկզբունքորեն։ Բանը իր ասում։ Ես օրինակ էի ուզում բերել, երբ որ ասաց պարոն Մելիքյանը Շվեդիայից օրինակ բերեց, շվեդական մի մեդիա հոլդինգում էինք, ես հարցնում էի այդ ղեկավարին, ասում էի, եղել է ինչ-որ դեպք, որ շատ անհարմար եք զգացել ձեր արածի համար, կարմրեց միանգամից ու շատ վատ զգաց, ասացի, բայց ինչ է տեղի ունեցել, ինձ հետ էլի շատ լրագրողներ կային Հայաստանից, բոլորի շատ հետաքրքրեց, այդ ինչ է տեղի ունեցել, ուրեմն ինչ որ գողության հետ կապված կասկածյալին դեմքը փակած հրապարակել են, հա, որ այսպիսի բան կասկածվում է, այս ինչ տարիքի մարդ, ոչ անուն են գրել, ոչ ազգանուն, ոչ բնակության վայր եւ այլն, այդ կասկածյալի տատիկը տանը տեսել է, որ այդպիսի բան, բայց այդ կասկածյալի հագին եղել է մի սվիտեր, որը հենց այդ տատիկն էր գործել, այդ նախշերից հասկացել էր, տատիկը վատացել էր, տարել էին շտապ օգնությունով հիվանդանոց, երբ որ արդեն դիմում էին ներկայացրել շվեդական մեդիայի օմբուդսմենին, դեռ չքննարկած այդ մեդիայի ղեկավարը միանգամից ներողություն էր խնդրել ընթերցողներից։ Այսինքն եթե նայում եք, չէ, տեսեք, այստեղ անգամ այս դեպքում, երբ որ դու ակնը որևէ խախտում չկա, մարդը ոչ մի բան չի խախտել անմեղության կանխավարկածը, մաքսիմալ նկատի շվեդների հետ որ խոսում եմ, ասի Երանի ձեզ, որովհետև հա այնպիսի թեմաներով է ձեր մոտ պետական սկանդալներ լինում, որ մեր մոտ չգիտեմ։ Ամեն ինչ է լինում է, բայց լրագրողների որակի մասին է խոսքը։ Ինչ որ լրատվամիջոց, այսպես իսկապես զղջա, ափսոսա, ներողություն խնդրի, ես դժվարանում եմ հիշել, այդ ամոթի ինստիտուտը մեր լրատվական դաշտում բացակայում է ցավոք։ Կատեգորիա իրավական կատեգորիա չի հարկի ամոթի ինստիտուտը, բայց այդ պատասխանատվության ինստիտուտը պիտի ձևավորվի։ Բարոյականության բացակայության ինստիտուտ։
Ես մեկ այլ օրինակ Երբ մարդը չի ամաչում, այդ նշանակում է բարոյական Ես չի։ մեկ այլ օրինակ բերեմ նույն Շվեդիայից, մենք էլ որ ժամանակին այդպեսի այցելություն ունեցանք եւ հետաքննող լրագրողների հետ էինք զրուցում, նրանցից մեկը դեպք պատմեց, ասում եմ, իսկ եղել է որ մեդիա օմբուդսմանը ձեզ տուգանի, հա, ասում եմ, մի անգամ իմ հոդվածի հիման վրա, ուրեմն իմ հոդվածի վերաբերյալ բողոք եղավ եւ մեդիա օմբուդսմանը գտավ այդտեղ էթիկայի խախտում եւ տուգանեց մեր լրատվամիջոցին 15000 եվրոին համարժեք կրոնով։ Ասում է հերն էլ անցած է 15000 եվրոյի, բայց ասում է ամոթ էր։ Ամոթ էր։ Ամփոփելով ուղակի ես ասեմ, որ իմ մասնագիտական բավական երկարատև կարիերայի ընթացքում ես ունեմ 3 դրվագ, որոնցով կարող եմ գլուխ գովել իրականում, 33 տարվա մեջ, որ իրականում ես գիտեմ, որ ես օգուտ եմ տվել։ Եվ 2 դրվագ, ինչի համար ես մինչև հիմա ամաչում եմ, եւ 2 դեպքում էլ մինչև այսօր այն մարդկանցից ում նկատմամբ այդ ամենը արվել է, ես մինչև այսօր ներողություն եմ խնդրում։ Շնորհակալություն զրույցի համար։ Մենք կհանդիպենք արդեն գալիք շաբաթ օրը, ելի կքննարկենք զանգվածային լրատվական միջոցները, մեդիայի խնդիրները, կփորձենք նաև լուսավոր կետեր գտնել այս ամեն ինչի մեջ։ Կամ փորձել լուծումներ գտնել։ Եվ արագիչ դարձնել այդ ինքնահայցման իրավիճակը։ Աշոտ Մելիքյան, Մեհեր Ղալեչյան, Անուշ Մարտիրոսյան եւ ես Լևոն Սարդարյանն էի։ Հաջողություն, կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթից։